Այս նույն ծրագրով ինչ հիմա։ Գիտեք, շատ զարմանալի նոր սերնդի քաղաքական գործիչների մի ժամանակաշրջան է, երբ որ մարդիկ լրիվ խաղում են մեդիայի վրա, մեդիա էֆեկտի վրա։ Մենք Հայաստան Հանրապետությունում էլ ենք տեսնում, տեսեք Նիկոլ Փաշինյանը ամեն օր իր Facebook-յան էջում հեծանիվ է քշում, ինչ որ երաժշտություն է դնում, փորձում է մեդիա առիթի, մեդիա խոսակցության թեմա դառնալ եւ զարմանալի ձևով նույն բանը տեսնում ենք նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ես նման ակտիվություն Ամերիկայի որևէ ղեկավարի կողմից գոնե իմ գիտակցական կյանքի ընթացքում չեմ հիշում։ Գիտեք, ամեն աստծո օր Օվալաձև կաբինետից ունենալ ուղիղ եթեր եւ ամենատարբեր թեմաների մասին խոսել։ Վենեսուելա, Ուկրաինա, ձեռքի հետ իհարկե Հայաստան, հիմնականում Գազա։ Այնուամենայնիվ գիտեք, Տրամպը այնքան հետաքրքիր է, ինքը մի շատ հետաքրքիր մարտավարություն ունի, շատ խոսքերի մեջ ասել ոչինչ։ Երբեմն որ իր խոսքի վերծանում օրինակ կարդում ես, որ լսում ես ընդհանրապես խառնում ես իրար։ Հաճախ ինքը դիտավորյալ կարծես որոշ բառեր անտեղի է ասում, բայց հետագայում դա իրան թողնում է մանևրի տեղ։ Հաճախ մի նախադասություն է ասում, 3 նախադասություն հետո դա որոշակիորեն ժխտում կամ այլ օրինակ ես որոշում եմ ընդունել թամահավքների հարցով։ Միանգամից տարբեր մեկնաբանություններ եղան։ Ռուսական կողմը ասեց, ահա հիմա հրթիռները կտան, մյուս կողմն էլ ասեց կարող է որոշում են ընդունել չտալ հրթիռները։